Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ, կարևորը նախ համառոտ։ Ծառուկյանի բիզնեսը նոր փորձության առաջ, ինչ է սպասվում Արարատ ցեմենտին։ Այո, սպառնում եմ ըստ։ Անձնական սպառնալիքներ չեմ ունեցել, արժեհամակարգս չի փոխվել, Գագիկ Ծառուկյանի առաջին ուղերձը քրեակատարողական հիմնարկից։ Ասֆալտին փռելու խոստումից խաղաղության օրակարգ, Փաշինյանի ուղերձը ընդդիմությանը եւ Բաքվին, խուզարկություններ, սահմանադրություն եւ անկլավներ։ Մանրամասներ Բաքվի բանտից, ինչ է պատմել Դավիթ Իշխանյանը։ Իրանի երկնքում ամերիկյան հրթիռներ են պայթում, Թրամփը տարածաշրջանում նոր հաշվարկներ է արել։ 5 օր Իրանում, ինչ մնաց ABC մեդիայի տեսախցիկից դուրս, բացառիկ կադրեր ու պատմություններ։ 4 օր դադարից հետո կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատ ցեմենտի գործարանը վերագործարկվել է, բայց գործարանի շուրջ ստեղծված լարվածությունը դեռ չի մարել։ Մի քանի օր հարկադիր պարապուրտի մեջ գտնվող աշխատակիցներն այսօր կրկին վերադարձել են աշխատանքի, պահանջելով պարզաբանումներ եւ երաշխիքներ իրենց աշխատատեղերի պահպանման վերաբերյալ։ Չաշխատող գործարանը միայն հարյուրավոր աշխատակիցների խնդիրը չէր, դրա հետևանքները զգացել են նաև շինարարական ոլորտի բազմաթիվ ընկերություններ։ Բայց մինչ աշխատակիցներն իրենց իրավունքներն էին փորձում պարզել, կառավարության միջանցքում հնչեց հերթական սպառնալիքը, հենց վարչապետից։ Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարեց, որ Արարատ ցեմենտը շուտով պետականացվելու է, հետո նախազգուշացրեց ակցիայի մասնակիցներին, չանել այնպիսի բաներ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին աշխատակիցների ճակատագրին արժանանան։ 4 օր դադարից ու ակցիաներից հետո միայն Արարատ ցեմենտի գործարանի աշխատանքը վերսկսվեց։ Օրեր առաջ կապարակնքված գործարանն ու հարակից վարչական շենքը մի քանի ժամ բանակցություններից հետո բացեցին իրավապահները։ Առավոտից գործարանի աշխատակիցները փակել էին գործարանի դարպասներն ու պահանջում էին վերականգնել արդարությունը։ Գործարանի լաբորատորիայի վարիչի խոսքով Արարատ ցեմենտ գործարանն է տարածաշրջանի բնակավայրերի հիմնական ապուստի միջոցն ու առանց դրա շահագործման մարդիկ սովի կմատնվեն։ Աշխատակիցները հավաքվել են, պահանջում են իրենց, որ մենք աշխատենք։ Եթե մենք չաշխատենք, եթե այս գործարանը չաշխատի, կնշանակի ամբողջ ռեգիոնը սովի է մատնվելու։ Այս քաղաքը, Արարատ քաղաքը հիմնվել է ցեմենտի գործարանի վրա 32 թվականին, երբ որ հիմնվեց ներքևի գործարանը, հետո վերևի գործարանը, այդ ժամանակ հիմնվեց նաև Արարատ քաղաքը, որը պետք է ապահովեր մեր ամբողջ ռեգիոնը։ Դրա համար էլ եթե մենք այսօր հանգարց կանգնենք, նախ առաջինը ամբողջ Արարատ քաղաքի իր ռեգիոնով հետ կլի գյուղատնտեսությունը կիշնի 0-ի վրա, որտեղ մենք առևտուր չենք կարող անենք։ Արարատի մարզի 1300 բնակիչ է աշխատում գործարանում։ Աշխատակիցներն ասում են, առանց այս գործարանի Հայաստանում շինարարությունը եւս կկանգնի։ 4 օր չաշխատելու հետևանքով խնդիրներ արդեն կան։ Էսի անելու բան չի, որ մենք եկել ենք հերթափոխ ընդունելու, եկել ենք մի մասը անցել աշխատանքի, մի մասը եկել են ստեղ ու կանգնացրել են ժողովրդին, չեն թողել ներս մտնել։ Ընդեղ էլ վառարան աշխատում է, էս էլ հոսքը 24 ժամի աշխատանքային աշխատանք է։ Մենք պետք է անընդհատ ամեն տեղում իր աշխատողը կանգնած լինի։ Այն մի սմենը դուրս է գալիս գործից, այս մի սմենը ստեղ կանգնեցնում են, կես ընդեղ, կեսը ստեղ ու մեծ ավարիա ենք ստեղծում։ Մինչ աշխատակիցներն ակցիա են իրականացնում Արարատի մարզում, Երևանում կառավարության շենքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը վերահաստատեց։ Պետականացնելու են Արարատ ցեմենտի գործարանը նույն օրակարգով, որով պետականացրել են ՀԵՑ-ը։ Հիմա Արարատ ցեմենտի հետ կապված process կա։ Ես ասել եմ, որ ընդ որում դա ես ոչ թե քաղաքական հայտարարություն եմ արել, որից հետո դա եղել է, այլ քննությունը դա ցույց է տվել, գրություն ազդակ է եկել կառավարությանը, որից հետո ես ասել եմ։ Ես Արարատ ցեմենտի աշխատողներին էլ խորհուրդ եմ տալիս եւ խնդրում եմ, որովհետեւ Արարատ ցեմենտը շատ շուտով լինելու է պետական։ Նշանակվելու է նույն ընթացակարգով կառավարիչ։ Գործարանի աշխատակիցներին չի հետաքրքրում ոչ պետականացման գործընթացը, ոչ էլ Փաշինյանի հայտարարությունները։ Նրանք պահանջում են վերականգնել իրենց աշխատելու իրավունքը։ Պնդում են Գագիկ Ծառուկյանից լավ ոչ ոք չի կարողանա ղեկավարել գործարանը։ Նրանք նաև զարմացած ու զարհուրած են Ծառուկյանի ձերբակալման կադրերից։ Ամոթ չեն անեմ, մասկով մարդ ես մտել ես տունը, մի քիչ կարգին կարելի է մարդկանց հետ, մեծ մարդ է, ի վերջո։ Ես վրդոված եմ մեր բոլոր ոստիկանական կազմի վրա, մարդ եղեք։ Չեն հասկանում աշխատակիցները գործարանի այսպես կոչված պետականացման process-ն ինչ կապ ունի այն փակելու հետ։ Խիա փակ։ Դա ինչ կապ ունի պետականացման հետ։
Դա process է, որը որ ոչ մեկ էլ ոչինչ չի կարա կանխագուշակի ու խոսա։ Ու դա էլ հարց է։ Բայց այս մարդիկ օրական են կորցնում։ Բանկերին ունեն ապառիկներ, հիպոթեկներ, եսի մինչեր պետք է տան։ Որ բանկն եկավ չտվի օրը անցավ ժամկետանց, չէ՞։ Վարկային վատ պատմություն ու կյանքի ավելի բարդ process։ 4 օր առաջ էին իրավապահները ներխուժել Ծառուկյանին պատկանող 70-ից ավելի հասցեներ ու խուզարկություններ էին իրականացրել։ 12 ժամ տևած քննչական գործողություններից հետո Ծառուկյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց փողերի լվացման ու ապօրինի որս անելու մեղադրանքով։ Կապարակնքվեցին նրան պատկանող մի շարք ընկերություններ, այդ թվում Արարատ ցեմենտի գործարանը, Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատը, Մուլտիգրուպին պատկանող այլ ընկերությունները։ Արարատում, սակայն, չեն հասկացել նման գործողությունների իմաստը։ Այս ժողովրդի երևի կեսից ավել էլ ընտրելա ՔՊ-ին խոսքի, որ ավելի լավ է, բայց եկավ հարամ արեց։ Այս որ մեկի խաթրին են կպե, ոչ մեկ, որովհետև մերն են, մեր երկրի, մեր քաղաքի ժողովուրդն են։ Ամեն մեկը իր հայացքներն ունի, իրաց ցավը տանեն, այստեղ այտենց էլ մեզի ընդունել են։ Մի քանի ժամ ակցիայի բանակցությունների արդյունքում գործարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Պողոսյանը աշխատակիցներին հորդորեց գնալ տուն ու սպասել իր զանգին։ Արարատ ցեմենտի գործարանը վաղվանից ամբողջովին կսկսի աշխատել։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Արարատ ցեմենտից հետո հերթը ըստ ամենայնի Ծառուկյանին պատկանող Multi Wellness ընկերությանն է։ Պետեկամուտների կոմիտեն հայտարարում է, որ Երևանում գործող մարզական համալիրներից մեկում բացահայտվել է մոտ 2.6 միլիարդ դրամի չհայտարարագրված շրջանառություն։ ՊԵԿ-ը չի նշել ընկերության անունը, սակայն հրապարակված մանրամասները համընկնում են Multi Wellness համալիրի հետ։ Ըստ հարկային մարմնի, պետությանը պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմում է շուրջ 849 միլիոն դրամ։ Իրավական գործընթացների եւ իրեն պատկանող բիզնեսների շուրջ զարգացումների ֆոնին Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել առաջին հրապարակային ուղերձով։ Քրեակատարողական հիմնարկից տարածած հայտարարության մեջ ԲՀԿ առաջնորդը խոսում է իր քաղաքական ճանապարհի, պայքարի եւ արժեհամակարգի մասին, պնդելով, որ ստեղծված իրավիճակը չի փոխել իր դիրքորոշումը։ Ծառուկյանը հայտարարում է, որ քաղաքական պայքարի մեջ մտել է թիմով եւ ծրագրով, առանց անձնական եւ պաշտոնի ակնկալիքների։ Բոլոր հարվածներով ու հարձակումներով հանդերձ ԲՀԿ-ն հավաքեց բավարար ձայներ ազգային ժողով մտնելու համար։ Բոլորիդ աչքի առաջ տեղի ունեցավ պարզ գողություն։ Գործող իշխանության կամայական որոշմամբ մի ամբողջ խմբակցության թույլ չտվեցին լինել ազգային ժողովում։ Մեր տասնյակ հազարավոր ընտրողների իրավունքները ոտնահարվեցին, ձայները փոշիացվեցին։ Ամեն ինչ կատարվեց հայ ժողովրդի աչքի առաջ, աշխարհի աչքի առաջ։ Իմ հանդեպ իրականացվող ակնհայտ կեղծ Սարգովի գործը այս ամենի շարունակությունն է։ Մի դատարկ փուչիկ գործ։ Իմ խիղճը հանգիստ է։ Մեզ սպասում են բարդ ու ռիսկերով լեցուն ժամանակներ։ Դրանց դիմակայելու համար մեզ առաջին հերթին անհրաժեշտ է խոհեմություն։ Մեզ նաև շատ անհրաժեշտ է ներքին հանրային համերաշխություն։ Իրավապահ գործողությունները շարունակվում են ընդդիմադիր շրջանակներում։ Այս անգամ Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Արեգնաց Մանուկյանի բնակարանում իրականացված գործողություններից հետո քննչական կոմիտեն հայտնել է նրա ձերբակալության մասին։ Ըստ քննչական կոմիտեի Մանուկյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու փաստով։ Իդեպ ասֆալտին փռելու իր հայտնի ձևակերպմանն է կրկին անդրադարձել Նիկոլ Փաշինյանը այս անգամ վերջին շրջանի խուզարկությունների եւ քրեական գործողությունների համատեքստում։ Կարծում է ժողովուրդը քվեարկել է նաեւ այդ խոստումները կյանքի կոչելու համար։ Նույն ճեպազրույցում Փաշինյանը խոսել է նաեւ Ադրբեջանի պահանջների, Հայաստանի սահմանադրության փոփոխության, խաղաղության գործընթացի եւ անկլավների շուրջ դիրքորոշումների մասին։ Մխիթար Հայրապետյանը չի ցանկացել շարունակել իր գործունեությունը կառավարությունում, իսկ Ալեն Սիմոնյանի հուզիչ հրաժեշտից հետո Նիկոլ Փաշինյանը նախատեսում է փոխել նրա ներգրավվածության ձևաչափը կառավարությունում։ Ինքը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց լրագրողների հետ զրույցում։ Խոսքը հետագայում նրա ներգրավվածության ձևաչափի մասին է։ Հիմա քննարկում ենք, մտածում ենք, լուծումներ կլինեն, դրա մասին կտեղեկացնենք։ Մինչ քաղաքացիական պայմանագրի ներսում պաշտոնների վերաբաշխման հարցն են քննարկում, ընդդիմության եւ հատկապես Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրավիճակին տեղյակ չէր Փաշինյանը։ 70-ամյա գործչին գետնին տապալելու հոլովակն էլ չէր տեսել։ Ես ձեր հարցին պատասխանեցի, ես ձեր նշած տեսարանները չեմ տեսել, ընդհանրապես գաղափար չունեմ, թե ինչի մասին եք խոսում, դրանք ինձ հետաքրքիր չեն։ Իսկ ինչ վերաբերվում է ասֆալտին փռելու
եւ ոչ միայն փռելու հրահանգներին, այդ հրահանգները տրվել են շատ վաղուց եւ հարցա թե ինչու այդ հրահանգները մինչեւ հիմա չեն կատարվել։ Հավելեց Փաշինյանը, հայ ժողովուրդն իր քվեն քաղաքացիական պայմանագրին տվել է այդ նպատակով։ Ինչ որ ասել եմ, ինչ որ ասել եմ, պետք է դառնա իրականություն, որովհետև այդ թվում են պատճառով, որ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է դրա օգտին եւ դրա օգտին է քվեարկել։ Լավ տեղյակ էր նաև ռուս պրանկերներ Վավանի եւ Լեքսուսի զանգից, սակայն դժգոհ էր, որ լրագրողը հարցի մեջ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ազգությամբ թուրք լինելը շեշտեց։ Երկար անդրադարձավ թուրք լինելը թիրախավորելու թեմային, կարճ մեկնաբանեց սակայն, որ ԵԱՀԿ-ում մտահոգված են կաթողիկոսին հեռացնելու հարցով։ Պրանկերների մասին դե պրանկ են անում հիմա ես ինչ պետք է։ Փորձագետի պնդմամբ հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը շատ ավելի ծանրակշիռ ու լուրջ է, քան ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ու ռուս պրանկերները։ Շատ ավելի ծանրակշիռ հարցեր կան, շատ ավելի ծանրակշիռ մոտիվներով դերակատարներ կան այս ամենի հետևում, քան կրկնեմ ռուս պրանկերները եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։ Փաշինյանի ուշադրությունից չէին վրիպել նաև Ադրբեջանի դրամի եւ անձնագրի վրա տպված քարտեզները, որտեղ Արցվաշենը այլ գույնով է պատկերված, որպես Ադրբեջանին չպատկանող տարածք։ Փաշինյանը հաստատեց, իրենք էլ նույնը Տիգրանաշենի հետ կապված են ուզում անել, ակնարկելով անկլավների փոխանակման հարցը հեռու չէ։ Եթե մենք գնում ենք այն կանխավարկածով, որ ով ինչ տիրապետում է, ուրեմն այդ Իրանն այդ նշանակում է ջերմուկի տարածքների մնացած մեր օկուպացված տարածքների հարցը մենք օրակարգից հանում ենք։ Հավելեց, պետք է շարժվեն այն քարտեզների հիմքով, որ դրված են սեղանին։ Քաղաքագետը սակայն պնդում է, առնվազն Ադրբեջանի դեպքում սեղանին դրված քարտեզների թեման խիստ կասկածելի է։ Ադրբեջանը առաջնորդվում է ավելի շատ ոչ թե քարտեզներով, այլ իր անհրաժեշտություններով, իսկ հետո արդեն աշխատում են քարտեզները դրանց հարմարեցնելու տրամաբանությամբ։ Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը չմոռացավ անդրադառնալ նաև թրիփին։ Պնդեց, որ թրիփը բխում է նաև Թեհրանի շահերից եւ որ իրենք փարատելու են Իրանի բոլոր մտահոգությունները։ Մենք Պարսից ծոցից Սև ծով երկաթուղին ենք բացել։ Եվ Հայաստանի եւ Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հնարավորությունները էականորեն ընդլայնվելու են։ Իրանի Իսլամական Հանրապետության առևտրատնտեսական հնարավորությունները էականորեն ընդլայնվելու են։ Առնվազն այն փաստը, որ Հայաստանում Իրանի դեսպանը Փաշինյանի Իրան այցի ժամանակ ասուլիս է հրավիրում եւ խոսում թրիփի շուրջ մտահոգությունների մասին, ըստ վերլուծաբանի փաստում է, որ Հայաստանի ղեկավարի պնդումները խիստ հակասում են Իրանի մտահոգություններին։ Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ցանկալի ներկայացնել իրականության տեղ կամ փորձում է համոզել Իրանին ընդունել այն, ինչ կա, եւ ոչ թե պատկերացնել այն, ինչ բխում է Իրանի ռազմավարական շահից։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մինչ Փաշինյանը խոսում է Բաքվի հետ հարաբերությունների մասին, Բաքվի բանտից նոր ուղերձ է հղել Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։ Ընտանիքի հրապարակած ձայնագրությունում նա պատմում է ոչ միայն ադրբեջանական բանտերում ընթացող դատավարությունների, այլև այն հոգեբանական ճնշումների մասին, որոնց ենթարկվում են հայ գերիները։ Իշխանյանի խոսքով ադրբեջանական կողմը փորձում է նրանց համոզել, թե Հայաստանի իշխանությունը շահագրգռված չէ իրենց վերադարձով։ Իսկ ընթացող դատավարությունները ճանապարհ են հարթում ոչ թե արդարադատության, այլ քաղաքական նպատակների համար։ Դեռևս մեր լիազորությունների հետ կապված հարցներ, որ 2025 թվականի օգոստոսից թե իմ, թե նաև որոշ մարդկանց լիազորություններ տալու հանգամանքը մինչև հիմա չի լուծվել եւ չեն կարողացել ոչ մեր հարազատին, ոչ մեր իրավապաշտպանին լիազորություններ տալու։ Մինչև հիմա պատկերացրեք պաշտպանները չունեն, նույնիսկ այս պահի դրությամբ չունեն ոչ մեղադրական ակտը, ոչ մեղադրական եզրակացությունը եւ ոչ էլ դատավճիռը։ Դատավորը հետաքրքիր է մեր պահանջներից հետո որոշում կայացրեց, որ էլեկտրոնային տարբերակով թույլ է տալիս, որպեսզի պաշտպանները ծանոթանան դատավճռին։ Հասկանում եք, ծանոթանան, այսինքն նրանք չեն կարող իրենց ձեռքի տակ դա ունենալ։ Եվ պիտի ասեմ, որ արժանի ելույթներ ունենք, սպասում ենք այս փուլի ավարտին։
Իսկ Ռուբեն Վարդանյանի կին Վերոնիկա Զոնաբենդը միջազգային եւ պետական կառույցներին կոչ է անում աջակցել կանանց պատվիրակության Բաքու IT կազմակերպմանը, ընդգծելով, որ այդ կառույցների մասնակցությունից է կախված ոչ միայն նախաձեռնության իրականացումը, այլև պատվիրակության անդամների անվտանգությունը։ Ես բաց նամակներով դիմել եմ Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրիանա Սպոլյարիչ-Էգերին, Նիկոլ Փաշինյանին, Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերի վերաբերյալ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին։ Երկարատև կալանքի տակ գտնվող մարդկանց համար նման նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի։ Նրանց առողջական վիճակը, պահպանման պայմանները եւ ընտանիքների հետ կապը չպետք է մատնվեն անուշադրության կամ կախված լինեն պատահականություններից։ Իսկ մերձավոր արևելքում լարվածությունը նոր փուլ է մտնում։ Հրթիռները պայթում են Իրանի երկնքում, բայց դրա հետևանքները կարող են հասնել նաև հարավային Կովկաս։ Իրանի ուղղությամբ ամերիկյան գործողություններին զուգահեռ վերադասավորվում են տարածաշրջանային ուժերի հարաբերակցությունները, իսկ Վաշինգտոնը, Անկարան եւ Թեհրանը նոր հաշվարկներ են անում արդեն ոչ միայն ռազմական, այլև քաղաքական հարթությունում։ Արդյոք կողմերը շարժվում են դեպի լայնամասշտաբ պատերազմ, թե փորձում են ուժի ցուցադրությամբ վերաձևել ապագա բանակցությունների պայմանները, ռեպորտաժում։ Իրանի երկնքում ամերիկյան հրթիռներ են պայթում։ Օրեր առաջ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում նոր բանակցություններ էին ընթանում Թրամփի մասնակցությամբ։ Թեպետ Միացյալ Նահանգների նախագահը մի շարք հարցերում դժգոհ էր Թուրքիայից, դա Վաշինգտոնին չխանգարեց շարունակել Իրանի շուրջ իր ռազմավարությունը։ Թրամփը հայտարարում է, Թեհրանը պետք է փոխի իր քաղաքականությունը, իսկ Իրանը խոստանում է պատասխանել։ Մինչդեռ գլխավոր հարցը մնում է նույնը, սա սահմանափակ գործողությունների հերթական փուլն է, թե ավելի մեծ պատերազմի նախերգանք։ Սերգեյ Մելքոնյանի գնահատմամբ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև տեղի ունեցողը պետք է դիտարկել ոչ միայն որպես ռազմական դիմակայություն, այլ որպես բանակցային պայքար։ Այս իրականում ինձ թվում է բանակցային գործընթացի նոր մոդուսն է, այսինքն կողմերը մեկը մյուսին հարվածը հասցնում, զուգահեռ շարունակում են բանակցային գործընթացը, որպեսզի կարողանան փոխեն բալանսը սեղանի շուրջ։ Թեև կողմերը կրկին անցել են հարվածների լեզվին, դա դեռ չի նշանակում, որ բանակցային գործընթացը ավարտվել է։ Ըստ վերլուծաբանների, Իրանում շարունակում են թերահավատորեն վերաբերել ձեռք բերված պայմանավորվածություններին եւ չեն բացառում երկարաժամկետ նոր էսկալացիայի հնարավորությունը։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները կարծես շահագրգռված չէ լայնածավալ պատերազմի մեջ ներգրավել, սակայն փորձում է թույլ չտալ, որ Իրանը ամրապնդի իր դիրքերը տարածաշրջանում, հատկապես Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում։ Հենց այստեղ է ձևավորվում հիմնական դիմակայությունը ուժերի հավասարակշռության շուրջ։ Միացյալ Նահանգների համար ըստ վերլուծաբանի վաղուց դադարել է առաջնային խնդիր լինել միայն Իրանի միջուկային ծրագիրը։ Միացյալ Նահանգների համար Իրանի հարցը դարել է տնտեսական, ինքը միջուկային չի եւ տարածաշրջանում ազդեցության մասին չի, որովհետեւ Միացյալ Նահանգները վաղուց դեր Օբամայի առաջի կադենցիայից outsource էին անում իրենց խնդիրները դաշնակիցներին կամ գործընկերներին գետնի վրա։ Թուրքիայի գործոնն այս զարգացումներում եւս առանցքային է, ըստ Սերգեյ Մելքոնյանի, Վաշինգտոնի եւ Անկարայի շահերը բազմաթիվ հարցերում համընկնում են։ Թեև Թուրքիան շահագրգռված չէ Իրանի ամբողջական ապակայունացմամբ, քանի որ դա կարող էր նոր վտանգային խնդիրներ ստեղծել իր համար, Թեհրանի տարածաշրջանային ազդեցության թուլացումը կարող է բխել Անկարայի շահերից։ Քաղաքագետ Արա Պողոսյանի գնահատմամբ հենց Թուրքիան կարող էր լինել այն գործընկերը, որի աջակցությունը կարևոր էր Վաշինգտոնի համար։ Ես կարծում եմ, որ Անկարայում Թրամփը որոշակի երաշխիքներ կամ աջակցության, այսպես ասենք, խոստումներ է փորձել ստանալ նաև Թուրքիայից եւ հատկապես Թուրքիայից, որովհետեւ Թուրքիան այն հիմնական դերակատարն է, որը այստեղ հողի վրա կարող էր իրավիճակ փոխել։ Ըստ փորձագետի այս փուլում տարբեր դերակատարների համար առավել ընդունելի տարբերակը կարող է լինել ոչ թե լիարժեք պատերազմը կամ կայուն խաղաղությունը, այլ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակի պահպանումը, որտեղ կողմերը կփորձեն պահպանել իրենց ազդեցության գոտիները։ Զուգահեռաբար Թրամփը հայտարարում է, որ Իրանի հարցում համբերությունը սպառվել է, սակայն ըստ փորձագետի այդ կոշտ հայտարարությունները պետք չէ գնահատել միայն բառերի մակարդակում։ Ավելի կարևոր է հասկանալ, թե ինչ քաղաքական եւ ուժային նպատակներ են ձևավորվում դրանց հետևում։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հաստատված, ինչպես նշեցիք, փխրուն խաղաղության հասնելու համաձայնությանը ամենամեծ, ես կարծում եմ, խոչընդոտողներից մեկը կամ շահառուներից մեկը պետք է լիներ Թուրքիան, որովհետեւ Թուրքիայի համար այլևս ակնհայտ էր,
էր, որ եթե իրանական քեյսը այս պահին սառեցվի, Թուրքիան դառնալու է Իսրայելի, այսպես ասենք, հաջորդ հավանական թիրախներից մեկը։ Իսկ Հարավային Կովկասում այս զարգացումների ֆոնին ուշադրության կենտրոնում է նաև Ադրբեջանի ակտիվությունը, Արաքսի երկայնքով անցկացվող զորավարժություններն ու ուժերի ցուցադրությունն այս պահին սպառնալիք չեն Հայաստանի անվտանգությանը։ Սակայն Բաքուն փորձում է օգտագործել ստեղծված իրավիճակը տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու եւ քաղաքական առավելություններ ստանալու համար։ Այսպիսով Միացյալ Նահանգները Իրան դիմակայությունը վաղուց դուրս է եկել միայն երկու երկրների հարաբերությունների շրջանակից եւ վերաձևավորում է ուժերի բալանսը Վաշինգտոնից ու Անկարայից մինչեւ Թեհրան ու Հարավային Կովկաս։ Իրանում նոր պայթյուններ են լսվում, բայց նախորդ ավերածությունները դեռ չեն վերականգնել։ Հրթիռակոծված համալսարաններ, ավերված ենթակառուցվածքներ եւ մարդիկ, որոնք փորձում են հնարավորինս արագ վերադառնալ բնականոն կյանքին։ Մեր նկարահանող խումբը երեկ է վերադարձել Երևան, բերելով բացառիկ կադրեր ու պատմություններ, որոնք հնարավոր էր տեսնել միայն տեղում։ Նախ դիտենք Անիա Բաղյանի եւ Մհեր Դավթյանի ռեպորտաժը, ապա կխոսենք այն ամենի մասին, ինչ մնացել է տեսախցիկից դուրս։ Շահիդ Բեհեշտիի համալսարանը Իրանի ամենահեղինակավոր եւ հայտնի համալսարաններից է։ Գտնվում է Թեհրանի հյուսիսային Էվին շրջանում եւ հիմնադրվել է 1960-ական թվականներին եւ սկզբում կոչվել է ազգային համալսարան։ Այստեղ սովորում է շուրջ 18-ից 19 հազար ուսանող, ունի 19 ֆակուլտետ։ Համալսարանը միջազգային ճանաչում է ստացել, համարվում է Իրանի առաջատար բուհերից մեկը եւ ընդգրկվում է աշխարհի լավագույն համալսարանների ցանկում։ Հարյուր 50-ից ավելի ուսանող միայն այս հատվածում էին սովորում, բայց քանի որ սարքավորումներն ու նյութերը մերն են, նորից կարճ ժամանակում վերականգնելու ենք։ Ուրբաթ էր, երբ ռմբակոծեցին համալսարանը։ Ուրբաթն Իրանում ոչ աշխատանքային օր է, ինչի շնորհիվ վիրավորներ չկային։ «2026 թվականին Իրանի պատերազմի ժամանակ այս համալսարանը եւս ռմբակոծվել է, օդային հարվածների հետևանքով լուրջ վնասներ է կրել։ Համալսարանի ներկայացուցիչը մանրամասներ է հայտնել։ جایی که اصابت قرار گرفته همینجا بوده موشک به اینجا خورده Պայթյունը շատ ուժեղ էր, վնասվել են նաև կողքի շենքերը, լազերային եւ պլաստմասե իրերի ուսումնական կենտրոն է եղել։ Պատերազմի երրորդ օրն է համալսարանը ռմբակոծվել։ Ֆազել Ջահանգիրի խոսքով ուսանողների կրթություն ստանալու իրավունքը ոտնահարված է։ Նրանք նոր ուսումնական տարում այս կորպուսում սովորելու հնարավորություն չեն ունենա մինչև նորոգելը։ Թշնամին ուզում է մեր կամքի, մեր առաջընթացի վրա ազդել, բայց նրան չի հաջողվի։ Նման գործելավոճը չի ազդելու մեզ վրա։ Իրանի գիտության նախարարության տվյալով պատերազմի ընթացքում տարբեր աստիճանի վնասներ են կրել ավելի քան 30 համալսարան եւ գիտահետազոտական կենտրոններ, որոնց թվում են Շահիդ Բեհեշտիի, Շարիֆի տեխնոլոգիական եւ Իրանի գիտության ու տեխնոլոգիաների համալսարանները։ Անիա Բաղյան, Մհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Այս ռեպորտաժը պատմում էր պատերազմի հետքերի մասին, բայց տեսախցիկը չի կարող փոխանցել այն ամենը, ինչ զգում ես, երբ մի քանի օր ապրում ես պատերազմի մեջ գտնվող երկրում։ Այս պահին Անիա Բաղյանը իմ տաղավարում է, Անի, վերջին 5 օրերին քո եւ մեր օպերատոր Մհեր Դավթյանի շնորհիվ ABC Media-ն կարողացավ մանրակրկտորեն լուսաբանել Իրանում տեղի ունեցող իրադարձությունները, Իրանի նախկին հոգևոր առաջնորդի հուղարկավորության արարողակարգը, բայց հեռուստադիտողը չտեսավ ու չզգաց այն լարվածությունն ու նյարդը, որի պայմաններում մենք աշխատում էինք։ Բարև Աննա, շնորհակալություն այս հնարավորության համար։ Այդ նյարդի մասին, որ խոսում ես, կարծում եմ հիմնական պատճառը ինտերնետի թույլ լինելը, երբեմն նաև բացակայություններ։
որ մենք այդքան նկարում էինք եւ ուզում էինք րոպե առաջ նաեւ ձեզ ու մեր հեռուստադիտողին ցույց տալ ինչ է այնտեղ կատարվում։ Եվ այդքան մարդկանց մեջ աշխատելը մեզ համար նորություն էր, միլիոնանոց քաղաքում, հատկապես որ մեծ մասը դուրս էր եկել փողոց եւ ուզում էր իր հարգանքի տուրքը այդպիսով ցույց տալ իրենց առաջնորդին, այդքան մարդկանց մեջ աշխատելը, օպերատիվ այդ իրավիճակը լուսաբանելը նման ինտերնետային պայմաններում իրոք շատ բարդ էր։ Անի, քեզ վիճակվեց ականատես լինել այնպիսի իրադարձության, որը վստահաբար մնալու է Իրանի նորագույն պատմության էջերում։ Ինչ կար այնտեղ, ինչ էր տեղի ունենում, որը տեսախցիկով անհնար էր մեզ փոխանցել։ Իրականում մենք որտեղ որ գնում էինք, փորձում էինք տեսախցիկը միշտ մեզ մոտ պահել, թե հեռախոսով, թե պրոֆեսիոնալ տեսախցիկով, այդ ամենը նկարում էինք, բայց իրականում այստեղ մեր զգացողություններն էր, որ մենք փորձում էինք մաքսիմալ թաքցնել մեր անհանգստությունը, այն միջավայրը, որտեղ որ մենք հայտնվել էինք ես եւ Մհեր Դավթյանը, նորություն էր մեզ համար եւ մենք հենց դա էինք փորձում թաքցնել, որպեսզի մեր հետևորդները տեսնեն ոչ թե այն, ինչ մենք ենք զգում, այլ տեսնեն այն, ինչ որ կատարվում է Իրանում եւ իրենք այդ կադրերով, այդ տեքստերով պատկերացում կազմեն եւ իրենց զգացողությունները ունենան։ Մեծ Մոսալայի մասին կուզեի պատմել։ Հիմա կարող ես պատմել ինձ ինչպես հասակ այնտեղ։ Դե ինչպես նշեցի, բազմամարդ էր փողոցները եւ անվտանգության ռեժիմը բարձր մակարդակի վրա էր եւ մեզ հատուկ քարտեր բաժանեցին լրագրողների համար մեր լուսանկարներով եւ այդ քարտերով մենք պետք է տպավորություն էր, որ պետք է հնարավորություն ունենանք բոլոր այն վայրերը, որտեղ կարևոր իրադարձություն է տեղի ունենում, մտնել։ Բայց դա այդքան էլ այդպես չէր։ Ինչպես նշեցի, անվտանգության համակարգը բավականին բարձր մակարդակում էր եւ մենք տարբեր ստուգումների միջոցով էինք կարողանում հասնել ու դժվարությամբ։ Մարդկանց հետ էինք զրուցում, տպավորություն էր, որ բոլորը սգում են եւ շատ տխուր են, բայց երբ մոտենում էինք իրանցիներին իրենց հետ իրենց ցավի մասին խոսելու համար, իրենք սկսում էին իրենց վրեժի, իրենց դիմադրության մասին պատմել եւ նշել, որ իրենց հոգեվոր առաջնորդի մահը նոր Իրան է ստեղծել եւ բացահայտել իրենց համար, ավելի ուժեղ են, ավելի միասնական են իրենց զգում եւ երկար ճանապարհ էր, որ դեպի Մոսալա է տանում։ Մենք վաղ առավոտյան 6:30-ից դուրս եկանք հյուրանոցից եւ վերադարձանք արդեն հաջորդ օրը առավոտյան 5-ին, այդ ամբողջ ընթացքում մենք աշխատում ենք Թեհրանի փողոցներում։ Երեկոյան ժամը, եթե չեմ սխալվում, 12-ն անց ենք մենք մեծ Մոսալա հասել, էլի մեծ դժվարությամբ, բայց այո, կեսգիշերն անց ենք այնտեղ հասել, էլի դժվարությամբ, մի մասը ճանապարհով, մի մասը ոտքով, մի մասը մեքենայով, մի մասը ոտքով եւ այնտեղ բարձր հատվածից մենք կարողացանք նկարել հրապարակը, որտեղ Խամենեի եւ իր ընտանիքի անդամների մարմիններ տեղադրված եւ Իրանում տարբեր երկրների ներկայացուցիչներ գալիս էին այնտեղ սգում էին հոգեվոր առաջնորդի մահը։ Անի, նաեւ հանդիպեցիր Սեփուխ Սրբազանին, որի մասին վաղ առավոտից մեծ տարբեր պատմություններ ես պատմում։ Սեփուխ Սրբազանի հետ հանդիպումը մեր հենց Երևան գալու օրն էր։ Մենք այդպես շտապում էինք էլի, ինչպես միշտ, այդ զգացողությունը արդեն ես Իրանի հետ եմ համեմատում, անընդհատ շտապել, անհավանական եւ անպատկերացնելի իրավիճակներում հայտնվելը եւ գնացինք Սրբազանի կեցավայր, նա վատառողջ է եւ երկար ժամանակ է հյուրեր չեր ընդունում, բայց մեզ բախտ վիճակվեց իր հետ հանդիպել, առանձին հարցազրույց ունենալ, իր առողջական վիճակի մասին խոսել, բայց ավելի շատ Սրբազանի հետ խոսել ենք Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին, հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի եւ իր ուղերձն ենք բերել, որի մասին չէի ուզի այնքան պատմել, այլ ուզում եմ, որ մեր հեռուստադիտողները հենց այդ հարցազրույցից մանրամասները իմանան։ Դա մեր հարցազրույցից հետո, Անի, բացառիկ էր նաեւ Հադաթ Ադելի հետ ձեր հանդիպումը,
որը Իրանի ներկա հոգևոր առաջնորդի Մոջթաբա Խամենեի կնոջ հայրն է։ Ինչպես կազմակերպեց այդ հանդիպումը, ովքեր կազմակերպեցին, ինչ էի քննարկում, իրականում բացառիկ հանդիպում էր։ Այդ օրը մենք հրաժեշտի սքո երթն էինք լուսաբանում եւ էլի շատ վաղ առավոտյան արթնացել էինք, ամբողջ օրը աշխատել էինք եւ երեկոյան հայ համայնքի հետ հանդիպումից հետո մեզ առանց տեղեկացնելու թե որտեղ ենք գնում, ինչը էլի Իրանում հաճախ էր լինում մեզ հետ, նստեցինք մեքենա ու ճանապարհվեցինք եւ միայն հենց այն վայրում, որտեղ որ հանդիպեցինք Հադադ Ադելի հետ, այդտեղ իմացանք, թե որտեղ ենք եկել եւ ինչու ենք եկել։ Մեզ Բաքվում ասացին, որ ձեզ սպասում է Մոջթաբա Խամենեի կնոջ հայրը, իդեպ մեր հեռուստադիտողներին նաև կուզեի հիշեցնել, որ փետրվարի 29-ին, երբ հարվածել էին ու սպանել էին հոգևոր առաջնորդին, այդ օրը նաև մահացել էր նրա հարսը, Հադադ Ադելի աղջիկը։ Մեծ շոկ էր մեզ համար, որովհետև իրոք չէինք պատկերացնի, որ նման հնարավորություն կընձեռվեր մեզ հանդիպելու, հարցեր հղելու նախկին Մեջլիսի նախկին նախագահին, նա նաև Մոջթաբա Խամենեի խորհրդականն է իդեպ։ Ինչ է հետաքրքրում այս հանդիպումից։ Ինչ ուղերձներ հնչեցին անի, որովհետև երբ դու մեզ ուղարկում էիր նյութերը, այնտեղ նաև կար ուղերձ Հայաստանին վերաբերող։ Խնդրեմ քո հարցի մասին հենց խոսես։ Հայաստանի մասին վերաբերող հարցին անդրադառնալով ասեմ, որ մեծ հիացմունք ունեն իրենք հայ ժողովրդի նկատմամբ եւ դա միայն Հադադ Ադելի հետ հանդիպման ժամանակ չէ, որ մենք զգացել ենք, իրանցիները հատուկ վերաբերմունք ունեն հայերիս նկատմամբ եւ երբ մենք ներկայանում էինք, նշում էինք, որ մենք Հայաստանից ենք, նրանց դեմքի արտահայտությունը միանգամից դրականորեն փոփոխվում էր։ Հադադ Ադելի հետ հանդիպմանը Հայաստանի եւ Իրանի հին պատմական բարեկամական կապից խոսելուց բացի մենք նաև անդրադարձել ենք մեր հարցին թրիփի մասին, թե ինչպես կանդրադառնա թրիփը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև կնքվող այդ համաձայնագիրը, ծրագիրը ինչպիսի ազդեցություն կունենա, դրա մասին մենք էլի ռեպորտաժ մի կերպ պատրաստեցինք, այնտեղ ի պատասխան մեր հարցին Հադադ Ադելը նշել է, որ Միացյալ Նահանգների խոստումներին, սա իր խոսքերն են, չպետք է հավատալ եւ այն երկրներում, որտեղ նա ներկայություն է ունենում միայն Իրանին հարվածելու եւ Իրանին մեկուսացնելու համար է միայն։ Այնտեղ նաեւ Իրանի եւ Միացյալ Նահանգների բանակցությունների մասին է հարց հնչել, իմ գործընկերները նույնպես ունեին, այդտեղ Հադադ Ադելը ասաց, որ նրանք շատ անվստահելի մթնոլորտում են այս բանակցությունները շարունակում, բայց Իրանը որ պահին, որ տեսնի բանակցությունները դուրս են գալիս իրենց վերահսկողությունից, նրանք պատրաստ են պատերազմը շարունակել, որը Իրանին թելադրված է, եւ այսօր էլ տեսնում ենք, որ այո, պատերազմը շարունակվում է։ Եվ ամենադրամատիկը հենց ձեր վերադարձն էր, որը հենց պատերազմի վերսկսման օրն էր։ Մենք երեկոյան արդեն պատրաստվում ենք, որպեսզի դուրս գանք, հաջորդ օրը գիտենք, որ գալիս ենք Հայաստան, գալիս ենք տուն ու Տելեգրամում կարդում ենք, որ հարվածել են Իրանին, մեր այնտեղ նոր գործընկերները, որ իրենց հետ այս 5 օրվա ընթացքում ենք ծանոթացել, իրենք ասացին, որ Իրանը նոր ու ավելի մասշտաբային պատերազմի մեջ է մտնում։ Անկեղծ ասած, այդ պահին իմ եւ մյուս գործընկերներից միջև նյարդային ծիծաղ էր բռնկվել ուղակի, մենք անհանգստությունից, նյարդերից չգիտեինք ինչ անել։ Նախ մտածում էինք մեր վերադարձն ինչպես է կազմակերպվելու, հետո մեր հարազատների մասին էինք մտածում, ես, Մհերը, մեր մյուս գործընկերները, որ այնտեղ են գտնվում։ Հետո նաեւ ABC մեդիայի մասին, թե ինչպես եք մենք այդ ամենը, եթե հանկարծ այնտեղ մնանք, ինչպես ենք մենք այդ ամենի մասին պատմելու այս վատ ինտերնետային կապն ունենալով, բայց բարեբախտաբար մենք կարողացանք վերադառնալ եւ այսօր Հայաստանում ենք, ինչի համար իրոք շատ ուրախ ենք։ Անի, եթե այս ամբողջ ճանապարհորդությունը մեկ բառով կամ մեկ նախադասությամբ նկարագրես, ինչպես այն կնկարագրես։ Մի հիշողություն, որտեղ արկածները, նոր էմոցիաները ու անմոռանալի պահերը շատ են։ Ու նաև սա փորձառություն էր մեզ համար, մեր թիմի համար։ Մենք
Իրանում զգում էինք ձեր հոգատարությունը, զգում էինք ձեր ներկայությունը, որ գիշերը որ ժամին գրում էինք, դուք այստեղից արձագանքում էինք։ Ու դա իրոք շատ կարևոր էր մեզ համար, այնտեղ զգալը, որ այստեղ դուք մեզ սպասում եք ու մեր նյութերը միայն ոչ ABC Media-ի թիմի, այլ ABC Media-ի հետևորդների համար են կարևոր ու դա մեծ պատասխանատվություն է։ Մինչ Իրան գնալը եւ Իրանից վերադառնալը մենք շատ մեծ փորձառություն ենք կուտակել, որոնք այս ընթացքում մեր պատմություններով կփորձենք փոխանցել։ Շնորհակալություն Անի։ Ձեզ շնորհակալություն։ Իմ հարցազրույցն ավարտվեց Անի Աբաղյանի հետ, այս պահին դիտեք Անի Աբաղյանի հարցազրույցը Սեպուհ Սրբազանի հետ։ Կհանդիպենք։ ABC Media-ի հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք աշխատանքը Թեհրանից եւ այս պահին զրուցելու ենք Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ arczepiskopos Սարգսյանի հետ, Աստված օգնական Սրբազան հայր։ Աստված պահապանցես։ Սրբազան, մենք Թեհրանում ենք Իրանի հոգևոր առաջնորդի հուղարկավորության եւ թաղման արարողությանը մասնակցելու համար եւ ուզում էինք այս առիթը բաց չթողնել եւ նաեւ ձեզ հետ հանդիպել ու խոսել հատկապես Հայաստանի եւ Թեհրանում հայոց թեմի մասին։ Եթե դեմ չեք, սկսենք։ Խնդրեմ։ Տարածաշրջանում լարված իրավիճակ է, մեր հարևան բարեկամ երկիր Իրանը պատերազմի մեջ է եւ երեկել հարվածներ եղան։ Ուզում ենք հասկանալ այս իրավիճակում ինչ մտահոգություններ ունեք Հայաստանի հայ ժողովրդի ճակատագրի հետ կապված։ Ողջունում եմ ձեզ։ Բարի եկեք Հայաստան։ Իսրդե հաջողություն եմ մաղթում ձեզ ձեր աշխատանքներին համար։ Շնորհակալություն։ Իրականության մեջ մենք այստեղ հավանաբար լսեցիք հոն ուր եղակ, որ հայ համայնքը այստեղ բարեհաջող ընթացքի մեջ է եւ պետական շրջանակներն ալ շատ կսիրեն եւ կհարգեն մեզ անկախ մենք նաեւ մեր հարաբերությունները կապը պետական շրջանակներուն հետ ամուր ենք պահում, որովհետև հավատացած ենք, որ Իրանը որևէ մեկ պետութենեն ավելի մեզի կարող է օգտակարել եւ լինում է շատ մբարականներում։ Հայաստանի ճակատագրի հետ կապված կուզեի ձեր կարծիքը լսել այս իրավիճակում։ Ինչ մտահոգություններ ունեք։ Մենք միշտ կնահատենք հայ-իրանական հարաբերությունները եւ ամեն անգամ երբ որ Իրանից պատվիրակություն պիտի գնա Հայաստան անպայմանորեն կանտիվի ինձի եւ հարց են տալիս, որ ինչ կուզեք, որ մենք Հայաստանի պետության ասենք։ Ասում եմ մեր հարաբերությունները Հայաստանի հետ շատ լավ են, դժվարություն չունեն, բայց անշուշտ կան նաև որոշ անբադեություններ։ Որոնք են դրանք։ Օրինակի համար հարաբերության գծով մեր ակնկալությունն է, որ Հայաստանի պետությունը
մեզ հետ իր հարաբերությունները առավել սերտացված ձևով ունենա։ Իսկ որտեղ է խնդիրը, որ կողմն է, որ թերանում է։ Տեսեք, դժվար է ասել, թե որ կողմն է, բայց մեկ բան հստակ է, որ մենք Հայաստանում, Իրանում շատ հանգիստ ենք ապրում։ Սրբազան ձեր թույլտվությամբ մեկ հարցել Հայաստանյաց առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցողի մասին, գործող իշխանությունը իր քարոզչական ծրագրի մեջ այսպես կոչված բարենորոգչական մի նախագիծ ունի հայ առաքելական եկեղեցու նկատմամբ եւ ուզում են ամենայն հայոց կաթողիկոսին այսպես կոչված հանգստի կոչել։ Այս շարժման նկատմամբ դուք ինչ վերաբերմունք ունեք եւ ինչպես կգնահատեք այդ շարժումը։ Հիմա քաղաքական մարդ կա այստեղ, բայց ասեմ, որ Հայաստանի իշխանությունը սխալ ընթացքի մեջ է, եկեղեցու իր հետ հարաբերություններու բարակային, որովհետև մեր եկեղեցին ավելի քան 1700 տարվա պատմություն ունի եւ միշտ իր հարաբերությունները կոնկրետ ձևով բանրած են։ Իրենց ինչ ուղերձ ունեք, Սրբազան հայր։ Որոնց գործող իշխանությանը, որոնք վերընտրվեցին։ Տեսեք, մենք իշխանության որևէ մեկ ասելիք չենք ունենար, բայց մեկ բան ասեմ ձեզի, ես 27 տարի եւս առաջնորդ եմ, եւ այս 27 տարվա մեջ քանի անգամ պատահել է, որ Հայաստանն կամ ավելի ճիշտ այստեղ են հատուկ պատվիրակություն կերտա Հայաստան եւ կուքան մեր գարցիկը գարտեն Հայաստանի հետ հարաբերություններու շրջակցի մեջ եւ հատիկա մեզի համար ուրախություն է Ակնարկում եք, որ նաեւ Հայաստանից եք ակնկալում նման վերաբերմունք Այո Իսկ վեհապարին ինչ կմաղթեք, չէ՞ որ այս ամբողջ շարժումը հենց իր դեմ է ուղված։ Ամեն բարակայի այդ շարժումը բարակայական է եւ մեզի համար անընդունելի հայոց եկեղեցին անգախ միավոր է եւ ոչ մեկադեն այսպես ասած ենթակա չի եղել որևէ մեկ թեմին կամ եկեղեցուն օրինակի համար ասում են Հայաստանի այդ եկեղեցին կախյալ է Մոսկվայի պատրիարքութենեն մի բան, որ իրականության չի համապատասխաներ։ Ամեն բարակայի մեր ակնկալությունը Հայաստանի պետությունից այն է ուղղակի կերպով իրենք կապ հաստատեն
մեծի հետ եւ մենք վստահ եղեք, որ լավագույն կերպով կդրսևորենք այդ հարաբերությունները, բայց էականը այն է, որ դժբախտաբար Հայաստանի իշխանությունը սխալ կմեկնաբան է եւ այդ մեկնաբանությունը իր անդրադարձը ունենում է մեր սփյուռքյան իրականության մեջ ուզենք կամ չուզենք ամեն բարակայի սփյուռքը որն անշուշտ անբաժանելի մասն է Իրաքի գաղութը միշտ կողքին եղած է Հայաստանի կառավարության եւ ուզած է ամեն գնով նաեւ օգտակար լալ Հայաստանին բայց դժբախտաբար Հայաստանի պետությունը այդ բարի կամեցողությունը չի ունեցած եւ ասիկա ես կուզեմ որ դուք արձագանքեք այս իրականության Սրբազան Հայր, ես Արցախից եմ եւ կուզեի մեկ հարցել արցախցիների մասին տալ։ Մեզ համար կարևոր է Արցախ հավաքական վերադարձը, բայց գործող իշխանությունը այդ հարցը իր օրակարգում չի ներառում։ Դուք ինչ եք կարծում, Արցախ հավաքական վերադարձը հնարավոր է թե ոչ եւ ինչ պատկերացում ունեք այս հարցի շուրջ։ Արցախը մեր պատմության եւ մեր հայրենիքին անբաժան մասն է որքան որ Հայաստանի ներկա իշխանությունը կփորձե Արցախը անչափ տեսնել Հայաստանից բայց տեսեք որոշ իրականություններ կան որ կարելի չէ այսպես ասած անդեսել օրինակի համար ես ցավով նկատացեմ Հայաստանի խորհրդարանի մեկ անդամը Հովիկ Ղազարյան այո նստած տելևիզիոն գծեի եսավ Արցախը Հայաստանի մաս չի կազմել ես ալկներեք արդայությունս հիմարսի կնա պատմությունդ կարտա որբեզի իմանաս որ Արցախը Հայաստանի մաս կազմած է թե չէ կազմած Եվ իմ հաճախակի երևույթներուս մեջ միշտ էլ անդրադարձած եմ այս իրականության։ Մարդը ինչպես կրնա իր պատմական հայրենիքը ուրանալ, չի կարելի եղբեր, բայց դժբախտաբար մերինները մեր ժողովուրդը, խորհրդարանի անդամները անպատասխանատու հայտարարություններ են անում։ Տեսեք, շատ հարցեր կան խոսելիք, բայց մեր խոսակցությունը կամ մեր մոտեցումը Արցախին այն է ինչ որ Հայաստանի մեր գլխավոր մեկ զանգվածին մտահոգությունն է։ Ես քաղաքական հարցերու մեջ
չեմ ուզեր մտնել, բայց կարծում եմ, որ Արցախը ուշ կամ կանուխ պիտի վերաբիանա Հայաստանին։ Սա իմ խոր հավատն է եւ ամբողջումն է։ Որքանալ պարոն Փաշինյանը ասե որ Արցախը մեզի հետ կապ չունի, բայց մենք իրեն կհիշեցնենք եւ կսենք, որ ոչ պարոն Փաշինյան։ Հայաստանը, Արցախը Հայաստանի մաս կազմեր է պատմականորեն եւ հիմա պիտի կա ժամանակ, երբ մաս պիտի կազմի։ Կոնե իմ անձնական հավատքս է եւ ամոզումս է։ Օրիորդանի Սրբազան հայր կցանկանայի նաև ձեր կարծիքը լսել Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մասին եւ նրա օրոք ինչպես է, հա, ինչ փոփոխություններ են եղել հայոց թեմում եւ հայոց համայնքում։ Տեսեք, հանգուցյալ Իմամ Խամենեին Իրանի պատմության մեջ իր հետ կգցկե, որովհետեւ քանի մարիտներով ես արիտ ունեցած եմ հետը անտիպելու և միշտ ալ գողունակությամբ պաշտված եմ իր մե, որովհետև ինքը նախ հայասեր անձնավորություն է եւ ադիգա մեծի համար միշտ բարձանք եղած է օրինակի համար ամեն տարվա տոնական օրերուն անպայման ինքը եւ իր ավականին կայցել են մեր այն ընտանիքները, որոնք նահատակ ունեցած են Իրան, Իրաք, Բարդատրյալ պատերազմին եւ նաեւ կրծած է Սիրեշայիլ մեր ժողովրդին։ Ձեզ օրինակ մսեմ երբ որ իր ավականին այցելում է այդ հայ ընտանիքները, որոնք նահատակ ունեցել են, նկատված էր, որ իրենց հյուրասիրված ինչ որ է չեն մոտենար։ Հիմա Ինչու չեն մոտենում։ Ճիշտ հարցն է, որովհետև իրենց ավանդության մեջ քրիստոնյայի պատրաստած որևէ մեկ բան չեն ուտել։ Բայց երբ որ հաջորդ տարի հոգևոր առաջնորդը անցավ այցելության, որտեղ ինքնալ ամեն տարի այցել էր մեկ ընտանիք կամ երկու ընտանիք։ Եվ երբ որ հրամցուցին ինչ որ Քաղցրավենիք քաղցրավեն կամ ինչ գիտնամ, ինչ որ պատշաճ է։ Ինքը ասա, որ
հայկական խոհանոցը հարուստ է եւ արավ ու գերավ անգե անտին իր բոլոր հետևորդները միշտ այսպես ասած հետևեցան իրեն Եվ սկսեցին հյուրասիրվել։ Այո։ Եվ այդտեղ անշուշտ մեր ժողովուրդն ալ նկատացեր ուրախությամբ։ Շատ հետևաբար մեր կապը իրենց հետ շատ լավ է։ Ես առաջին անգամ նախքան առաջնորդ գալը այստեղ 1999 հուլիսին ոչինչ Մի րոպե, թող բացեն մտնեն։ Առիթը բաց չթողնեն։ Կարող ենք։ Ուրեմն հիմա այնպես պատահեր է, որ համալսարանի իմ թեզս Իմամ Հոսեյնի նահատակության մասին էր եւ իր գլխավոր օգնականներն հանգուցյալ այաթոլլա Տեսխիրին Աստված օգին լուսավորը շատ հայասեր էր մարտամոտ էր եւ հայության մոտ էր ուրեմն երբ որ ներկայացանք իրեն աղայ Տեսխիրին Սա որ ձերքը ուսից տնելու, սա մեր այս եղբայրը, որ հայ քրիստոնյա է, բայց մեր Իմամ Հոսեյնի մասին իր թեզը գրած է։ Եվ անգևերջ, քանի անգամ որ հանդիպեր եմ միշտ ինքնալ կհիշեցներ, կսեր ձեր թեզը Իմամ Հոսեյնի նահատակության մասին էր, չէ՞, այո գսեի, իր ուրախությունը կհայտներ։ Այսինքն փոխադարձ հարգանքի մթնոլորտում էր ձևավորված ձեր հարաբերությունները։ Շնորհակալություն շատ հարցազրույցի համար, Սրբազան հայր, մենք առողջություն ենք մաղթում ձեզ եւ հիշեցնում ենք մեր հետևորդներին, որ Թեհրանում զրուցում էինք Թեհրանի հայոց թեմի առաջնորդի հետ։